Սպիտակ ֆուստանելն, կարմիր ֆեսն ու արտասովոր կոշիկները գրավում են անգամ հպանցիկ հայացք գցող անցորդի ուշադրությունը։ Արտասովոր հանդերձանքով այս ծառայողներին էվզոններ են անվանում։ Հենց նրանց է վերապահված Հունաստանի խորհրդարանի հարակից հրապարակում գտնվող անհայտ զինվորի հուշահամալիրի շուրջօրյա պահպանությունը։ Արտասովոր է ոչ միայն նրանց տեսքը, այլև այն արարողակարգը, որի համաձայն տեղի է ունենում էվզոնների հերթափոխը։ Ուստի պատահական չէ, որ այն դիտելու համար երկրի խորհրդարանին հարակից այս հրապարակում տասնյակ մարդիկ են հավաքվում։ Բուն շենքի պատերի ներսում մեկ այլ պատմություն է։ 19-րդ դարում կառուցված այս շենքը թագավորական այն պալատն է, որտեղ ապրել է Հունաստանի առաջին թագավորը, բայց երբ Հունաստանը հանրապետություն դարձավ, փոխվեց նաև այս շենքի նշանակությունը։ 1924-ից ի վեր այստեղ է տեղակայված Հունաստանի խորհրդարանը, դառնալով երկրի քաղաքական կյանքի կենտրոնը։ Հենց այստեղից են սկսվում Հայաստանի նախագահի պետական այցի երկրորդ օրվա հանդիպումները։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորում է շենքի մուտքի մոտ, ապա ուղեկցում խորհրդարանական պատվիրակությունների հանդիպման սենյակ։ Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։ Հունաստանի իշխանությանը, այդ թվում նաև խորհրդարանին, այն աջակցության համար, որ ցուցաբերում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, կապված այն դժվարին ժամանակաշրջանի հետ, որ մենք անցնում ենք, եւ իհարկե կապված Հայաստանի Հանրապետության այն ձգտումների, որոնք դեպի Եվրոմիություն։ Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանա Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ։ Իսկ սա պատմական շենքի այն հարկաբաժինն է, որն ամբողջությամբ նվիրված է երկրի սահմանադրության ցուցադրությանը, ամփոփելով 1975-ից 2025 թվականները։ Հայկական պատվիրակության այցը ավարտվում է հենց այստեղ շրջայցով։ Իսկ ինչով են առանձնահատուկ եղել երկու երկրների Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանական կապերը։ Բազմաշերտ է եղել հարցերի օրակարգը, ինտենսիվ են եղել երկկողմ շփումներն ու փոխայցելությունները։ Մենք ունենք ինչպես երկկողմ շատ հագեցած օրակարգ եւ արդյունավետ հարաբերություններ մեր խորհրդարանական գործընկերների հետ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, տարբեր միջխորհրդարանական պլատֆորմներում մեր համագործակցությունը շոշափում է ամենատարբեր ոլորտները, ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ մշակութային, տնտեսական համագործակցության ըստ էության մենք եւ մեր հույն գործընկերները արձանագրել եւ արձանագրում ենք, որ ունենալով շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, մշակութային կապեր, մենք կարիք ունենք խթանելու նաև մեր տնտեսական հարաբերությունները եւ հատկապես հաշվի առնելով այն նոր հնարավորությունները, որ բացվում են մեր առջև որպես պետություն խաղաղության հաստատման, սահմանների ապաշրջափակման, թրիփի եւ առաջիկա բոլոր ուրեմն նախաձեռնությունների համատեքստում, այստեղ կա շատ մեծ պոտենցիալ մեծացնելու նաև ներդրումային գրավչությունը մի շարք երկրների, Եվրոպական միության ու այդ թվում նաև Հունաստանի հետ։ Տնտեսական նոր կապերը զարգացնելու հարցերը գերակայող են այս օրերի գրեթե բոլոր քննարկումներում, իսկ դրանք առավել գործնական բնույթ են ստանում Հունաստանի գործարար շրջանակի հետ հանդիպման ժամանակ։ Այս շրջանակների համար շատ կարևոր է նաև 3 այլ համաձայնագրերին անդրադառնալը։ Մեկը վերաբերում է էներգետիկայի բնագավառում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության համաձայնագրին, մյուսը վերաբերում է հաղորդակցություններին եւ երրորդը վերաբերում է կիսահաղորդիչների բնագավառ։ Եվ այսօրվա հանդիպման հիմնական նպատակներ հնարավորություն ունենալ կարճ եկուս ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատկերացումները։ Ոչ միայն Հունաստանից, այլ Եվրամիության անդամ բոլոր երկրներից եւ Եվրոպական հանձնաժողովից մեծ հետաքրքրություն կա Հայաստանում նոր ներդրումներ իրականացնելու համար։ Հունաստանում եւ այսօր տեղի ունեցող քննարկումների ընթացքում մասնավորապես օրինակ շոշափվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի, էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունները եւ այստեղ Հայաստանի կառավարությունը մեծ շահագրգռվածություն ունի խորացնել հարաբերությունները թե Հունաստանի թե Եվրոպական միության հետ։ Հայաստանը ակնկալում է Հունաստանի դերակատարումը նաև տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում։ Օգոստոսի 8-ից հետո կնքված խաղաղության հռչակագրից հետո բացվել են նոր հնարավորություններ, Հայաստանը
եւ ընդհանուր առմամբ կենտրոնական Ասիան անխոչտոնտ կապով Եվրոպային եւ Եվրոպական միությանը կապելու համար, իսկ Հունաստանը այս ամբողջ շղթայի մեջ շատ կարևոր հանգույց է հանդիսանում։ Հիմա պիտի աշխատենք, որպեսզի Հունաստանը եւ Հայաստանը եւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասը այս ուղղությամբ ավելի սերտացնեն համագործակցությունը։ Առաջիկայում սպասվում է, որ Հայաստան կայցելի հույն գործարարների մի խումբ։ Չեն բացառվում եւ համընդհանուր եւ սեկտորալ հանդիպումները։ Այսինքն ոչ թե լինի ընդհանուր գործարար համաժողով բոլոր տնտեսական ուղղությունները ներառող, այլ ավելի կոնկրետ, այսինքն Հայաստանին եւ Հունաստանին փոխադարձ հետաքրքրող ուղղություններով։ Այսինքն դա կարող է լինի շինարարությունը, դա կարող է լինել կոմունիկացիան, դա կարող է լինել ինչու՞ չէ ուրեմն գյուղատնտեսական ուղղությունները, որտեղ շատ մեծ առաջարկություններ ունեն եւ Հայաստանը Հունաստանին, եւ Հունաստանը Հայաստանին տալու։ Թեև դրանք ծավալներով միգուցե շատ մեծ չեն լինի, բայց առանձնահատուկ ուղղություններ են, որոնցում այսինքն եւ մեր տնտեսությունն է զարգացած եւ Հունաստանինը։ Տնտեսությունից ու ներդրումներից բացի Հայաստանը ակնկալում է Հունաստանի համագործակցությունը նաև արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ու այլ ոլորտներում։ Այս օրերին Հայաստանն ու Հունաստանը բազմիցս արձանագրեցին, որ բարեկամական հարաբերությունները վերածվում են ակտիվ գործնական ու ռազմավարական գործակցության։ Իսկ դա ամրապնդում է այցի գլխավոր ուղերձը՝ պատմական ընդհանրություններից դեպի ընդհանուր ապագա։ Քրիստիան Լագուլյան, Դավիթ Ղալաչյան, Հորիզոն, Աթենք։